Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորին բանակի օրվա կապակցությամբ։ Այս տեսանյութի պատճառը այն է, որ աչքովս ընկավ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ուղերձները բանակի օրվա կապակցությամբ, եւ եթե Սերժ Սարգսյանի ուղերձում նա հնարավորինս որևիցե թեմայի չի անդրադարձել, Ռոբերտ Քոչարյանը երկրորդ իսկ նախադասությամբ մի բան է ասել, որը ուղղակի ես չէի կարող չարձագանքել այդ ցինիզմին, այդ փորձում եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության էթիկայի կանոնագրքի շրջանակներում մնալ, չարձագանքել այդ արտահայտությանը, ինչ է ասում Քոչարյանը, ասում է, ցավով արձանագրում ենք անցնող շուրջ 8 տարիներին արվել է ամեն ինչ մեր տարածաշրջանի ամենամարտունակ ու հաղթական բանակը թուլացնելու, մասնատելու, կոտրելու համար։ Ուրեմն 2002 թվականից 2002 թվական ես ծառայել եմ այդ մարտունակ եւ անկոտրում բանակում հաղթական եւ առիթ ունեցել եմ ազգային ժողովի ամբիոնից մի փոքր դրվագ պատմել։ Ուրեմն այն ինչ որ կատարվում էր Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակում բանակում եւ Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարարի եղած ժամանակում, կարելի ասել մի խոսքով կարելի ասել կատարյալ բարդակ, կոտրված զինվորներ, մարտունակության մասին խոսել ընդհանրապես չէր կարելի, զինվորները սոված էին 2000-ից 2002 թվականի հոկտեմբերյանի ուսումնական զորամասում զինվորների մեծամասնությունը սոված էր, մեծ քանակությամբ կոռուպցիա, ուտելիքի հետ կապված ես առիթ ունեցել եմ խոսել եւ ներողություն եմ խնդրում, պետք է նորից կրկնեմ, որպեսզի պատկերը լիարժեք լինի, ուրեմն կերակրում էին կաղամբ լցրած բանի մեջ, այդ տարայի մեջ, կտրտում էին կարտոֆիլ եւ գիլկիվ տամատնամ սոուսի լցնում էին եւ եռացնում էին այդ ամեն ինչը եւ դա էր մեր զինվորի հիմնական ուտեստը։ Կար շաբաթը 10 օրը մեկ ինչ որ միս էին բերում, սև գույնի մսի կտորներ էին, մենք մեր զորամասում խոսք էր գնում այն, որ ինչ որ ուխտի միս է, չգիտենք ինչի միս է, անկեղծ չգիտեմ ինչի միս է, բնական է ուտել չէր լինում։ Ուրեմն զորամասում 3 ամիսը 4 ամիսը մեկ համաճարակներ էր։ Ուրեմն աղիքաստամոքսային համաճարակ էր 3-ից 4 ամիսը մեկ։ Իմ զորամաս գնալու եւ 7-ից 10 օր հետո հիվանդանոցում եմ հայտնվել ես, իմ քաշը պակասել է 10 կիլոգրամով, որտեղից գիտեմ, որտեղ կշռվելիս բանակ զորակոչելիս ինձ հավաքագրման կետում կշռել էին եւ հիվանդանոց բերելիս նույնպես կշռում են։ Իմ հետ ծառայել են հազարավոր մարդիկ, կարող են հաստատել այն ինչ որ ես պատմում եմ։ Սպայական անձնակազմը 90%-ը իրենց զգում էին ինչպես բանտում, այսինքն բանտապահի տրամաբանության մեջ են, երեխաներին ստորացնելով, ցավացնելով, ինքնահաստատվելով, մի քանի սպա կար, որոնք որ Հունաստանում անցել էին իրենց ուսումը, ինչ որ ձևով իրանք տարբերվում էին, բայց օրինակ ճաշարան մտնելիս, էլի սրա մասին խոսել եմ, մի կերպար կար, դրանից հետո ինքը բնական է հայտնվել է այնտեղ, որտեղ որ պետք է հայտնվեր, ուրեմն ռետինե խողովակով երեխաներին, որոնց որ բերել էին ճաշարան, այն իմ նկարագրածը մատուցելու համար, ներս մտնելուց ուղղակի հարվածում էր 18 տարեկան երեխաներին Հայաստանի Հանրապետության տարբեր տեղերից, տարբեր գյուղերից, տարբեր քաղաքներից, ես էլ մի քիչ մեծ էի, 20 տարեկան է ինստիտուտը համալսարանը ավարտելուց հետո էի, մենք կուրսեցիներով բավականին մեծ թիվ էինք կազմում իրավաբանական ֆակուլտետի եւ ներս մտնելու տենց հարվածելով, տենց ամնա դե պարզա չէ, հարվածում էր, տեսնում էր թե որ երեխան է խեղճ, որ երեխան խեղճ չի, հարվածում ներս էին մտցնում։ Զորամասի հրամանատարը, որը մահացել է, այլևս չկա, գոյություն չունի, Մուրադ անունով մի անձնավորություն,
իր համար վերածել էր զորամասը մի, այսպես ասած, չգիտեմ էլի ինչ բառ օգտագործեմ, որպեսզի ցենզուրայից դուրս չգամ, ինչ ուզում անում էր, այսինքն գալիս էր տարբեր նյութեր օգտագործած, լինի դա խմիչք, թե ոչ խմիչք, որտեղ կասկածներ կար, որ ոչ միայն խմիչքի մասին է խոսքը, զինվորականներին, ովքեր որ լավ էին պարում, երգում, երգացնում էր, բերում էր երեխաներին, ինքը հաթոռը դնում էր, ասում էր դե երգեք, ով լավ երգի, կթողնեմ 2 օրով տուն կգնա։ Մուրադին 6 ամիս հետո, այսպես ասած, չգիտեմ ինչ պատճառներով կամ գիտեմ ինչ պատճառներով, որտեղ բողոքները շատ էին, հեռացրեցին, բայց հեռացրեցին ոչ միայն բողոքների պատճառով, այլ հեռացրեցին, որովհետև չէր տիրապետում, որովհետև երբ որ դու 1200-1500 հոգանոց փակ տարածքում, որտեղ որ տղաներ են երիտասարդ, արդեն սկսում ես իրավիճակը չտիրապետել, իսկ ինքը արդեն սկսել էր չտիրապետել, ի հայտ են գալիս հեղինակությունները, ի հայտ են եկել հեղինակություններ, տարբեր տղաներ, տարբեր բատալյոններ ունեին իրենց, այսպես ասած, հեղինակավոր դեմքերը, որոնք որ իրականում արդեն իրենք էին սկսել զինվորներին տուն թողնել եւ զինվորներից գումար հավաքել, այո, զինվորներից գումար էին հավաքում, ես չգիտեմ գիտեք թե չէ, որ զինվորներին ինչ-որ գումար է հասնում, այն ժամանակ եթե չեմ սխալվում, դե 26 տարի է, 24 տարի է անցել, դա մոտապես 300 դրամի սահմաններում էր անում, եւ մարդ կար, որը որ այդ զինվորների գումարները հավաքելով իրեն մեքենա առավ, այդ այսպես ասած նորաստեղծ հեղինակություններից, սա էր մարտունակ բանակը, երեխաները բոլորը հյուծված, սա այն երեխաներն են, ես ուզում դուք հասկանաք, սա այն ուսումնական զորամասն էր 2 տարի, որը 6 ամիսը 1 նոր կազմ էր ստանում, սա այն հաստատություն էր, որը որ հետագայում դառնում էր սերժանտ, ջոկի հրամանատար, ավագ, սա այն մարդիկ էին, ովքեր որ պետք է հետագայում իրենց ենթակայության տակ ունենային զինվորիկներ։ Այս էր ձեր մարտունակ բանակը, ու այն լկտիությունը, ու այն չգիտեմ ինչ բառ օգտագործեմ, որով որ այսօր դուք ձեզ թույլ եք տալիս խոսել ամենամարտունակ բանակի մասին, ուղղակի գժվացնում է, խմելու ջուր ձեր մարտունակ բանակում, չկոտրված բանակում չկար, երեխաները, տղաները խմում էին արտեզյան ջուր, տարածաշրջանի ամենամարտունակ ու հաղթական բանակը թուլացնելու, մասնատելու, այս չի թուլացնելու մասնատելը, զինվորին սոված պահելն է, թուլացնելու մասնատելը ձեր արտահայտմամբ, հա, այս սենց եք արել, հա, սենց եք պահել մեր բանակը, հիմա էլ մեծ խոսում եք, ինչ իրավունք ունի Ռոբերտ Քոչարյանը խոսում է ընդհանրապես, ես որպես Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ դիմում եմ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանին, ինչ իրավունք ունեք դուք խոսելու բանակի մասին, դուք ձեր շրջապատն է, որ այդ մարտունակ բանակը վերածել եք 90-ականների մարտունակ բանակը վերածել եք չկռվող, կոտրված, հայրենիքի նկատմամբ անվստահություն ունեցող մի կառույցի եւ կոռուպցիայի մի մեծ հիմնարկ, դրա համար Սերժ Սարգսյանը 90-ականների զենքով էր գլուխ գովում, որովհետև 90-ականներից այն կողմ, հոկտեմբերի 27-ից այն կողմ եղել եք դուք, Սերժ Սարգսյանը եւ ձեր շրջապատը։ Զինվորներին ուղղակի պահում էին արևի տակ, այստեղ բացված կար բոլորի մոտ, եւ այդ բացվածը ամբողջությամբ արևահարվում էր եւ նորմալ է կարող եւ արևահարվի, ինչ ա եղել, արևահարվում էր եւ չէր լավանում, վերածվում էր վերքի եւ զինվորները իրենց տակի այդ շապիկը հակառակ էին հագնում, որպեսզի այդ մասը գոնե մի քիչ լավանա, բայց լավ էլի կանգնենք հոկտեմբերանի արևի տակ
իմաստը որն էր, ուղղակի զինվորներին կանգնեցնել։ Մուրադից հետո մի որոշ ժամանակ մեկ այլ հրամանատար ժամանակավոր նշանակեցին եւ մոտավորապես 6 ամիս Զորամասում ուղղակի առավոտյան պլացի հավաք տեղի չէր ունենում։ Գիտեք ինչի։ Որովհետեւ այն մարդիկ, ովքեր որ ամեն մի բատալյոնի, այսպես ասած, 4-րդ բատալյոնի, մյուս բատալյոնի, այսպես ասած, ասիչներն էին, իրանք իրենց նախասիրությամբ ինչ-որ գումարի դիմաց, ինչ-որ վերաբերմունքի դիմաց զինվորներին տուն էին թողում եւ երբ որ պլացում հավաք էր հայտարարվում, այդ այնտեղ մարդ չէր հավաքվում, մոտավորապես 1000-1200 հոգանոց կամ 1500 հոգանոց բրիգադայի կազմից մասնակցող ներկա էր երևի 300-400 հոգի, լավ 500 հոգի։ Մարտունակ բանակը։ Էս է եղել ձեր մարտունակ բանակը։ Էս է եղել ձեր մարտունակ բանակը, այս ինչերից եք խոսում։ Այս ինչերից եք խոսում։ Մենք էինք, իմ ծնողներն էին ինձ վերնիսաժից բացինկա առնում, շոր առնում, ներքնազգեստ առնում։ Ներքնազգեստ իմ ծնողներն են առել։ Գիշերները փախնում էին զինվորները, գնում էին հոկտեմբերյան քաղաք ուտելիք հայթայթելու։ Համալսարան ավարտած 18 տարեկան ինչ որ գյուղից եկած երեխա Կիրակի օրը տուլիկ ստանալու, տնային ուտեստներով լի այդ ստանալու, այդ փաթեթը ստանալու երջանկության օրներ։ Շաբաթը մեկ էինք հաց ուտում ու չէինք կարողանում հաց ուտեինք, որովհետև այս մկանները հաց, լավաշ ու պանիր չէին կարողանում ծամել, այնքան ուտելիք չէր ծամում, ռուսերեն այդ բառը գիտեմ, ատրաֆիա է կոչվում, մկանը թուլանում չէին կարողանում ծամել, ստամոքսն էլ հետներ փոքրանում, չէին կարողանում ծամեինք։ Սենց ներողություն եմ խնդրում, որ պատմում եմ, բայց ցինիզմը, այս լեկտիվությունը իր չափ ու սահման ունի, սենց փոքր գալինա բլանկա քառակուսի բաներ կան, որ գցում են ապուրի մեջ, որպեսզի ապուրի համբան լինի։ Կիսում էինք 4 մասի, դնում էինք բերաններս եւ այդ ցայտ աղբյուրից, որտեղից արտեզյան ջուր էր գալիս, խմում էինք, փորձելով ինչ-որ սնունդ ստանալ, մի անգամ ենք արել, անհնար է դա անել ուղղակի, ասենք ուղղակի սոված էին, ձեր զինվորները սոված են եղել, ձեր պահած զինվորները սոված են եղել։ Ես վստահ եմ, որ ձեր երեխաները, ձեր փեսաները եւ ձեր շրջապատի երեխաները սոված չեն եղել, հա, բայց դուք մեր բանակի սոված եք պահել։ Մենք երազում էինք, հիվանդանայինք, ընկնեինք հիվանդանոց, որ այնտեղ մեր ծնողները կարողանային գային մեզ կերակրեին։ Ու դուք հիմա բանակից եք խոսում։ Խաչատուրովին հապկից հանելն է բանակ մասնատելը, հա? Էտա? Թե արդեն 2008, 2009, 2010 թվականին դեռ 90-ականների զենքերով պարծենալը եւ կանսերվաների կոկոշներով պարծենալն է ձեր պահած մարտունակ բանակը։ Հեքիաթ է ձեր պահած, հեքիաթ էր ձեր պահած մարտունակ բանակը։ Դուք զինվորներին եւ զինվորականներին ամենավատ վերաբերմունքն եք ունեցել։ Բնական է եղել են կան այդ ժամանակահատվածում ծառայած շատ պարկերտ եւ շատ լավ զինվորականներ, բայց նրանք եզակիներ են եղել։ Դուք բանակը ոչնչացրել եք, որպեսզի 2020 թվականին, մենք 2020 թվականին եկել ենք ոչնչացված բանակով։ Մենք 2020 թվականին եկել ենք այսպիսի բարքերով բանակով։ Ու դուք դեռ խոսում եք, անverջ կարող եմ պատմել այն ամենը, ինչ կատարվում էր Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի բանակում։ Ինչպես դուք եք միֆ, իբր ձեր ղեկավարած լավ տարիներով, միֆ եք դուք։ Դուք այլ երկրի համար հարմար եւ առաջինը շնորհավորվող կեղծված ընտրություններով պաշտոնի աթոռին նստած մարդիկ եք։ Ուղղակի հարմար եք եղել, ձեր համար կարևոր է եղել, որ
ձեզ շնորհավորեն այս կոնկրետ երկրի, որ շնորհավորում էր, դե վերջ, ուրեմն դուք արդեն նախագահ եք, թքած թե ընտրությունները կեղծել եք, թե չեք կեղծել։ Դուք միֆ եք, դուք ձեր կառավարման տարիները միֆ է, դուք հարստացել եք, դուք հիմա դրա համար դատարաններում պատասխան եք տալիս, եւ չմտածեք, որ այն 220 միլիոնին համարժեք, 20 միլիոն դոլարին համարժեք պահանջը, որը որ այսօր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կա, դա միակ պահանջն է, դա հենց այդքանը գիտենք, դա դեռ այդքանը գիտենք, կամ Սերժ Սարգսյանի նկատմամբ, դա դեռ այդքանը գիտենք, անverջ, վստահ եմ, անverջ ի հայտ են գալու նաև բանակից, այդ երեխաներից, տարբեր տեղերից, տարբեր մարզերից, մեր երեխաների, իմ ընկերների, ուտելիքի, շորերի, դիզել վառելիքի եւ այլի յուրացման դեպքեր, որոնք եկել հասել են նաև ձեզ։ Ես վստահ եմ դրա մեջ։ Ես ցավով եմ հիշում այս ամեն ինչը։ Այսօր մեր բանակում նման խնդիրներ չկան ու չեն կարող լինել։ Այսօր մեր բանակում մեր երեխաների սնունդը ամենաբարձրակարգ սնունդն է։ Մեր երեխաների ծնողները ստիպված չեն վերնիսաժից կամ որևիցե այլ խանութից իրենց երեխաներին նվազագույն անհրաժեշտ բաները ապահովել եւ չեմ ասում սպառազինության հետ կապված, բնական է հաճախ խոսում են արտաքին պարտքի մասին, վարչապետը մի անգամ արդյոք ունեցել ազգային ժողովի ամբիոնից ասել եւ ես ինձ թույլ կտամ դա կրկնել, այն պարտքը, որը որ ձևավորվել է, դրա մեծ մասը ուղղվել է բանակի վերականգնման համար եւ Հայաստանի Հանրապետության բանակը իր տարածքը, իր զինվորներին պաշտպանելու այսօր իր համար հնարավորություններ է ստեղծել, բնական է պատերազմը փառք Աստծո պատերազմը այլևս անցյալում է եւ մենք որևիցե նպատակ չունենք որևիցե ձևով բանակը վերականգնելու, բանակը ուժեղացնելու առումով որևիցե գործողություն Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացնելու համար, բայց բանակը այսօր վերականգնվել է, բանակը այսօր այն բանակն է, որտեղ որ մեր երեխաները կարող են գնալ եւ իրենց պարտքը տալ Հայաստանի Հանրապետությանը։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը ոչ միայն պետք է փոխհատուցեն այն ամենը, ինչ որ իրանք արել են Հայաստանի Հանրապետության դեմ, Հայաստանի Հանրապետության ժողովրդի դեմ, այլ նաև պետք է իմ խորին համոզմամբ դրա համար պատիժ կրեն։ Իրանք պետք է պատիժ կրեն, բնական է, հասկանալի է, որ ամեն ինչ արվել է այդ տարիներին, որ ամեն ինչ պարտակվի, ոչ մի հետք չլինի դրա հետ կապված, որպեսզի լինի ապացուցել եւ մեր իրապահ մարմինները շատ դժվար գործ են իրականում անում եւ այսօր շատ դժվար է, երբ որ ամբողջ իրանցն է եղել դատախազություն, քննիչներ եւ այլ, որոնք որ ամեն ինչ արել են, որ պարտակեն, ինչ հնարավոր է, բայց ես վստահ եմ, որ իրենց պատասխանը տալու են հայ ժողովրդին եւ կոչ են անում իրենց դադարել սուտ խոսել, դադարել ձև անել, որ իրանք չեն իմացել սրա մասին, որտեղ իրանք դրանից օգտվել են։ Դա իրանք իշխանության Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանության հիմնասյուներն են եղել։ Կոռումպացված երկիրը եւ թալանված բանակը եւ այն տնտեսությունը եւ այն մթնոլորտը, որը որ Հայաստանի Հանրապետությունում կար 2000-ից մինչև 2018 թվականը։ Դրա համար ձեզ ժողովուրդը մերժեց, մերժել է ու մերժելու է։ Եվս մեկ անգամ շնորհակալություն մեր զինվորականներին, այն պարկեշտ զինվորականներին, որոնց մենք այսօր ունենք, այն մարդկանց, ովքեր նվիրումով ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, շնորհավորում եմ իրենց բոլորին եւ ներողություն եմ խնդրում մի քիչ էմոցիոնալ խոսելու համար եւ եւս մեկ անգամ շնորհավորում եմ բանակի օրվա կապակցությամբ։